Կանադա պետություն է Հյուսիսային Ամերիկայում, աշխարհի երկրորդ ամենամեծ երկիրն է իր տարածքով, պետական կարգը սահմանադրական միապետություն է։ Կանադայի ափերը ողողում են Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները, սահմանակցում է ԱՄՆ-ի հետ։ Կանադայի ԱՄՆ-ի հետ սահմանը համարվում է աշխարհի ամենաերկար ընդհանուր սահմանը։ Մայրաքաղաքը Օտտավան է, պետական լեզուները անգլերենն ու ֆրանսերենն են։ Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։ Նույն տարում Հայաստանում բացվել է Կանադայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ 1995 թվականի հունվարից սկսել է գործել Հայաստանի Հանրապետության դեսպանությունն Օտտավայում։ 2023 թվականին Հայաստանում բացվեց Կանադայի դեսպանությունը։ Կանադայից Հայաստան գործուղված առաջին դեսպանն Էնդրյու Թըրներն է։ Պարոն դեսպան, դուք Կանադայից Հայաստան գործուղված առաջին դեսպանն եք, ինչ նշանակություն ունի այս դիվանագիտական առաքելությունը ձեզ համար։ Նախ եւ առաջ սա մեծ պատիվ եւ առավելություն է։ Դեսպան նշանակվելը միշտ էլ պատվաբեր է։ Հնարավորություն է ներկայացնելու երկիրդ արտերկրում, կանգնելու երկրիդ դրոշի առջև եւ խոսելու հայրենիքի տանունից։ Բայց առավել առանձնահատուկ է լինել առաջին դեսպանը եւ այն հարաբերությունների հիմքը դնել, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ կծառայեն հետագա սերունդներին։ Անկասկած, սա իմ պաշտոնավարության ամենապատվավոր կողմն է։ Ես մեծ գիտակցումով եմ վերցրել այս պատասխանատվությունը, քանի որ հասկանում եմ, թե որքան կարևոր է այն ոչ միայն Կանադայի եւ Հայաստանի համար, այլ նաեւ հայ-կանադական սփյուռքի համար։ Կարծում եմ հատկապես այս ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում եւ աշխարհում տեղի են ունենում կարևոր զարգացումներ, դեսպանատան առաքելությունը դառնում է առավել նշանակալի։ Ուստի, սա ինձ համար եւ մեծ պատիվ է, եւ մեծ պատասխանատվություն։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ծառայելու այս գործին։ Հրաշալի եմ։ Իսկ ինչ է նշանակում լինել դիվանագետ, դա առաքելություն է, թե աշխատանք։ Կարծում եմ ամենից ճիշտ բնորոշումն այնն է, որ դիվանագիտությունը գրեթե ապրելակերպ է, որովհետև ի տարբերություն սովորական աշխատանքի, ասենք, եթե ես աշխատեի ֆինանսների կամ շրջակա միջավայրի նախարարությունում, գործը շատ առումներով նման կլիներ մյուսների աշխատանքին։ Ես աշխատանքից հետո տուն կվերադառնայի ընտանիքիս մոտ, ինչպես շատերն են անում, բայց դիվանագետի աշխատանքն այլ է։ Դու ապրում ես տարբեր երկրներում, տարբեր մշակույթների մեջ եւ դա փոխում է կյանքը բոլոր առումներով։ Դրանից բխում են մարտահրավերներ, բայց նաև մեծ հնարավորություններ ու արտոնություններ։ Աշխատանքից բերումով այցելել եմ այնպիսի երկրներ, ուր այլ պարագայում գուցե երբեք չգնայի։ Տեսել եմ բացառիկ վայրեր, հանդիպել հետաքրքիր մարդկանց, ձեռք բերել ընկերներ ողջ կյանքի համար։ Նույն փորձառությունն ունեցել եմ նաև Հայաստանում։ Իհարկե սա նաև աշխատանք է, կան գործեր, որոնք պետք է արվեն, հատկապես դեսպանատուն բացելու գործընթացում։ Կան շատ կազմակերպչական հարցեր, փաստաթղթեր, բյուրոկրատիա, բայց դրանք շատ կարևոր են։ Միևնույն ժամանակ նաև առաքելություն է։ Ես մեծ պատասխանատվություն եմ զգում Կանադան ներկայացնելու եւ հայ-կանադական հարաբերություններն ամրացնելու գործում։ Թերևս իրոք ամենից շատ ապրելակերպ բառն է համապատասխանում, որովհետեւ դիվանագետի աշխատանքը ազդում է մեր կյանքի բոլոր կողմերի վրա։
of our lives by working as diplomats. Իսկ ինչ գործունեություն է ծավալում Կանադայի դեսպանատունը Հայաստանում։ There is a wide range of activities that we are engaged in. Մենք գործունեության լայն շրջանակ ունենք։ Պայմանականորեն 3 մասի կարող ենք բաժանել դեսպանատան գործունեությունը։ Առաջին հերթին իհարկե դեսպանատան աշխատանքը կարգավորելն է, այսինքն աշխատակիցներ ընդունել, գրասենյակը վերանորոգել, մեքենաներ ձեռք բերել դեսպանատան համար, անգլերեն, ֆրանսերեն եւ հայերեն եռալեզու կայք ստեղծել, ահագին գործ է արդեն արված, բայց դեռևս անելիք կա։ Դեսպանատան երկրորդ առաջնահերթությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելն է։ Դեսպանատան պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2023 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից եւ Լեռնային Ղարաբաղից փախստականների բռնի տեղահանումից ընդամենը շաբաթներ անց։ Մարդասիրական օգնություն ենք տրամադրել տեղահանվածներին։ Քանի որ դեսպանատունն արդեն գործում էր, այցելեցինք Հայաստանի տարբեր մարզեր, այդ թվում սահմանամերձ Տավուշ եւ Սյունիք, որպեսզի մեզ տեսնեն, որ լուսանկարվում ենք հայկական դրոշների կողքին, հստակ ուղերձ հղելով, որ մենք պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը։ Անշուշտ դեսպանատունը զբաղվում է դիվանագիտական հարաբերություններով։ Թե այստեղի, թե Անկարայի դեսպանատունը, որը նաև պատասխանատու է Ադրբեջանի հետ հարաբերությունների համար, առաջ են մղում խաղաղության գործընթացը բազմակողմ հարթակներում, օրինակ Միացյալ Ազգերի կազմակերպության կամ հանուն մշակութային ժառանգության պաշտպանության հանդես եկող ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Բացի այդ, Կանադան Եվրամիությունից դուրս առաջին երկիրն էր, որը միացավ Եվրամիության դիտորդական առաքելությանը սահմաններին։ Կանադացիներն աջակցել են այդ աշխատանքներին, ինչը մեծ ներդրում է տարածաշրջանում խաղաղության առաջխաղացման գործում։ Կանադայի գործունեության երրորդ ոլորտն ուղղված է Հայաստանի դեմոկրատական բարեփոխումների առաջխաղացմանը։ Կանադան անում է ամեն ինչ աջակցելու այդ գործընթացին։ Դեպի դեմոկրատիա եւ կառավարման բարեփոխումներ Հայաստանի ձգտումը եղավ այն հիմնական պատճառներից մեկը, որ մենք բացեցինք դեսպանատունը։ Եվ չնայած մենք նոր ենք սկսել աշխատանքը, առաջին 2 տարիների գործունեության ընթացքում դեսպանատունը հաստատել է ամուր հիմք եւ ձեռք բերել լավ փորձառություն հետագա աշխատանքի համար։ Էնդրյու Թըրները ծնվել է Կանադայում 1977 թվականին բրիտանացի գիտնականների դոկտոր Քրիստոֆեր եւ դոկտոր Մարգարետ Թըրներների ընտանիքում, որոնք Միացյալ Թագավորությունից էին տեղափոխվել Կանադա։ Նա 4 երեխաներից ավագն է, բոլորն էլ Կանադայի ամենամեծ նահանգում, Օնտարիոյում են ծնվել։ Բարձրագույն կրթությունը ստացել է մայրաքաղաք Օտտավայում, Քարլթոնի համալսարանում, որտեղ պատմություն եւ ֆրանսերեն է ուսումնասիրել։ 1999 թվականին պատմության բակալավրի, իսկ 2001 թվականին միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան է ձեռք բերել։ Ուսումնառության ընթացքում նա կամավորական աշխատանք է կատարել, ապա աշխատել է Կանադայի խորհրդարանում հաղորդակցության եւ հետազոտությունների բաժիններում, ինչպես նաև սենատոր Սերժ Ջոյալի գրասենյակում։ Հայրենիքից դուրս նա ծառայել է Սաուդյան Արաբիայում, Սիրիայում, Աֆղանստանում, Պակիստանում եւ Իրաքում։ 2023 թվականի հոկտեմբերից Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ Կանադայի եւ Հայաստանի հարաբերությունները գերազանց են եւ կարծում եմ, վերջին մի քանի տարիների ընթացքում դրանք շատ աճել եւ ամրապնդվել են, հատկապես դեսպանատան բացումից հետո։ Այնուամենայնիվ դրանից առաջ էլ առաջընթաց կար, ինչն էլ հիմք դարձավ դեսպանատուն բացելու համար։ Հարաբերությունները շատ դրական են։ Մենք համագործակցում ենք տարատեսակ ոլորտներում, ինչպես օրինակ ՄԱԿ-ում, այնպես էլ ֆրանկոֆոնիայի կառույցներում, որի հետ մեզ միավորում է ֆրանսերենը։ Մեծանում է գործարար համայնքի հետաքրքրությունը, բազմաթիվ գործարար պատվիրակություններ են գնում գալիս։ Ընդհանուր առմամբ մեր փոխհարաբերությունները դրական զարգացման փուլում են։ Ինձ համար մեծ հպարտություն է հետևել այդ դրական զարգացումներին եւ բացի այդ անձնական շարժառիթներ ունեմ նպաստելու Կանադա-Հայաստան կապերին։ Ես ամուսնացել եմ հայուհու հետ։ Դեսպանի հետ ծանոթացա 2024 թվականի մայիսին, երբ արդեն աշխատանքային առաջարկ պետք է արվեր ինձ դեսպանատանը աշխատելու եւ հուլիսից սկսեցի աշխատել, արդեն 1 տարուց ավել է եւ դեսպանի հետ աշխատանքը իսկապես շատ դյուրին է, ինքը շատ պարզ եւ հստակ մարդ է եւ շփման մեջ էլ շատ դյուրին եւ շատ հստակ է հաղորդակցում, այն ինչ ուզում է ասել ու ինձ համար շատ հաճելի է, որովհետեւ
ինձնից շատ քիչ ջանք է պահանջվում, մանավանդ նկարահանումների ժամանակ դեսպանը միշտ պատրաստ է խոսել, միշտ գիտի ինչ խոսի, ընդհանրապես չի լարվում, կարծես օրհնություն է մեր դեսպանատանի համար, դեսպանի հետ աշխատել է այդ առումով։ Մի անգամ նկարահանում էինք անում եւ սկսեց խոսել, իրականում պետք էր որ մի րոպե խոսի, առաջին փորձից խոսեց 4 րոպե, հետո այսինքն կեսը խոսեց 2 րոպե ուղիղ, դու այսինքն չէ, մի հատ էլ առանց տրտնջալու ինքը իր ոտքի վրա խոսքը խմբագրեց եւ 1 րոպե խոսեց, այնքան ինչքան պետք էր։ Միշտ մշակութային տարբերությունների առումով շատ մեծ խնդիրներ չեմ ունեցել, իրենից սովորում եմ հենց դիվանագիտական աշխատանքը, սովորում եմ այսինքն իմ պարտականությունների մեջ մտնող շատ մանր-մունր գաղտնիքներ եւ ինքը շատ կարողանում է արհեստավարժ կերպով ճիշտ ուղղություն ցույց տալ իր հետ, ոնց որ թե իր ուղղություն ցույց տալուց հետո զգալիորեն ես ինքս տեսնում եմ, որ ամեն ինչ շատ ավելի լավ եմ անում, այսինքն այնպես ինչպես որ պահանջվում է, այնպես որ մյուսները ավելի քիչ աշխատանք անեն իմ գործից հետո։ Այդ իմաստով միշտ արդյունավետ է դեսպանի հետ աշխատելը եւ միշտ օգտակար է ինձ համար, մանավանդ որ դիվանագիտության ոլորտում աշխատանքի սա իմ առաջին փորձն է, դրանից առաջ ավելի շատ հաղորդակցության ոլորտում եմ աշխատել։ Դիպլոմատիկ կառույցում առաջին անգամ եմ աշխատում, բայց որպես մարդ երևի ավելի շատ ուշադրություն եմ դարձնում, թե ոնց է ինքը դիպլոմատ կերպով պատասխանում հարցերին, ես դրան մի քիչ եթե կոպիտ չեմ, չի, ասում եմ պատասխանել եւ միաժամանակ չպատասխանել կամ ասել ամեն ինչ, միաժամանակ չասել ոչինչ, այդպես եմ ասում, այսինքն սովորելու տեսանկյունից սովորում եմ որի համեստ ինձ պահել, պատասխանել կարճ կոնկրետ, ինչը որ հիմա երևի թե չի ստացվում, բայց հա փորձում եմ դիպլոմատիա սովորել երևի կոմունիկացիայի մեջ։ Կանադայի դեսպանատանը սկսել եմ աշխատել հունվարի 1-ից 2025 թվականին։ Սկզբում պատկերացնում էի, որ դժվար կլինի, բայց իրականության մեջ ինքը շատ ավելի հանգիստ ու կազմակերպված մարդ է, որ հնարավորություն է տալի ավելի ազատ շփման ու գործողությունների մեջ ավելի հանգիստ ու կողմնորոշված լինես։ Սովորելու շատ բան կա, ճիշտն ասած, որտեղ կուլտուրաների տարբերություններն է, հա, տարբեր ոնց որ երկրներից ենք, ու հիմնականում աշխատանքային ոճը, կազմակերպվածությունը, ընդհանուր դեսպանատան շփումների ոնց որ մեջ ավելի հմտանում ես, մարդկանց այդ շփումները ավելի զարգանում է, ու տենց տարբերակներ։ Պարոն դեսպան, ես սեղանին տեսնում եմ Կանադայի խորհրդանիշ հանդիսացող թխկու տերևը թխվածքաբլիթի վրա, այս շիշը իր տեսքով նույնպես թխկու տերև է հիշեցնում, ինչ է սա, կպատմեք մի փոքր։ Կանադան մեծ երկիր է։ Այստեղ տարբեր ազգերի մարդիկ են ապրում, որոնք եկել են աշխարհի տարբեր մասերից։ Ուստի կանադական խոհանոցն շատ բազմազան է։ Այնտեղ կարելի է գտնել գրեթե ցանկացած տեսակի սնունդ։ Չնայած այս բազմազանությանը կանադացիները չունեն այնպիսի ուտեստներ, որոնք համարվում են միմիայն կանադական։ Սակայն կա մի շատ խորհրդանշական բան՝ թխկու տերևը, որն անգամ պատկերված է Կանադայի դրոշի վրա։ Թխկու ծառից ստացված օշարակը կանադական խոհանոցի ամենահայտնի խորհրդանիշն է։ Օշարակը պատրաստվում է գարնանը թխկու ծառի հյութից, որը եփում են մինչև քաղցր ու թանձր օշարակ է դառնում։ Այն հաճախ ավելացվում է բլիթների վրա նախաճաշի ժամանակ, բայց այլ կիրառություն էլ ունի։ Օրինակ, միսը կարամելացնում են թխկու օշարակով։ Թխկու օշարակով նաև քաղցրավենիք են պատրաստում, որը կփորձենք քիչ հետո։ Սիրով կփորձենք քիչ հետո, Միլենա, ինձ հետաքրքրում է արդյոք տանը պատրաստում եք հայկական խոհանոցից ճաշատեսակներ, չգիտեմ, տոլմա, խաշլամա, սիրում է արդյոք պարոն դեսպանը հայկական խոհանոցը։ Էնդրյուն շատ է սիրում հայկական խոհանոցը, անկեղծ ասած ես այնքան էլ հաճախ չեմ պատրաստում հայկական ուտեստներ, ես նախընտրում եմ պատրաստել իտալական ուտելիքներ, քանի որ ապրել եմ Իտալիայում, եւ դա ավելի հեշտ է, բայց ես պատրաստել եմ ամուսնուս համար տոլմա, խաշլամա, ինչպես նաև չրերով փլավ Սուրբ Ծննդյան տոնին, այսինքն բավականին մեծ քանակությամբ ուտեստներ։ Պարոն դեսպան, հայկական խոհանոցից ինչ ճաշատեսակներ եք սիրում։
Միլենայի պատրաստած ուտեստներն ամենալավն են։ Նա հրաշալի խոհարար է։ Ես շատ եմ սիրում հայկական խոհանոցը։ Երբ աշխատում էի մեր դեսպանությունում Սիրիայում եւ հաճախ Լիբանան էի գնում, այնտեղ բոլոր լավագույն ռեստորանները հենց հայկականն էին։ Այդ պատճառով, երբ այստեղ պիտի գայի, արդեն շատ ողջավորված էի այդ փորձառությունից։ Իհարկե, գուցե դա ավելի շատ արևմտահայկական ոճի խոհանոց էր, բայց այստեղ գալով հիասքանչ էր ճանաչել հայկական խոհանոցի ամբողջ բազմազանությունը։ Կան այնքան շատ համեղ ուտեստներ, օրինակ տոլմա, խաշլամա, բայց նաև խորովածը զարմանալի է, ինչպես նաև լավաշը։ Ես շատ սիրեցի։ Դա հրաշալի էր։ Շատ հագեցնող ուտեստ էր։ Համն ուղակի գերազանց էր։ Կարծում եմ հայկական խոհանոցը իսկապես զարմանալի է եւ երկրի հարստություններից մեկն է։ Познакомились в театре Станиславского, где Մենք ծանոթացանք Ստանիսլավսկու թատրոնում, որտեղ աշխատում է իմ քույրը Ելենա Վարդանյանը։ Բելգիայի դեսպանությունը միջոցառում էր կազմակերպել նվիրված Եվրոպայի օրվան եւ հրավիրված էր նաեւ Էնդրյուն։ Իսկ ինձ հրավիրել էր թատրոնի ղեկավարությունը եւ բնականաբար իմ քույրը։ Մենք դիտեցինք հրաշալի ներկայացում, որը կոչվում էր This is Europe, սա Եվրոպան է։ Եւ դրանից հետո բոլոր հյուրերի համար կազմակերպվել էր բանկետ։ Հենց այդ ընդունելության ժամանակ էլ ծանոթացանք Էնդրյուի հետ։ Ներկայացումից հետո ես տարբեր մարդկանց հետ էի շփվում եւ այդ բազմության մեջ նկատեցի այս ֆենոմենալ գեղեցիկ կնոջը եւ ասացի. պետք է մի ձև գտնեմ, որ խոսեմ նրա հետ։ Եվ ինչպես տեսնում եք, կարողացա կազմակերպել դա։ Հետո նրա քույրը Ելենան ասաց, որ հաջորդ շաբաթ ներկայացում ունի եւ ինձ էլ հրավիրեց։ Ներկայացումը ռուսերեն է, սակայն ասաց, որ Միլենան կարող է թարգմանել ինձ համար։ Ես ասացի, իհարկե դա հիանալի կլինի։ Տվեցի իմ այցեքարտը եւ հույս ունեի, որ մենք նորից կհանդիպենք, բայց երբեք չգիտեի, ինչ կարող էր պատահել։ Հաջորդ օրը Միլենայից հաղորդագրություն ստացա, թատրոնի լուսանկարիչը Միլենայի եւ Ելենայի մի քանի լուսանկար էր ուղարկել։ Այդ լուսանկարներից մեկում պատահաբար ես նույնպես երևում էի Բելգիայի դեսպանի հետ զրուցելիս։ Միլենան ուղարկեց ինձ այդ լուսանկարը եւ ես օգտագործեցի առիթը նրան շնորհակալություն հայտնելու եւ ընթրիքի հրավիրելու։ Հույս ունեի, որ կհաջողվի։ Ամեն ինչ հենց այդպես էլ ստացվեց։ Դա շատ երջանիկ պատահականություն էր, որը տեղի ունեցավ Ստանիսլավսկու թատրոնում, եւ լուսանկարիչը հենց այդ պահն էր հավերժացրել, այն վայրկյանը, երբ մենք հանդիպեցինք։ Հենց այդ լուսանկարն էլ մեզ միավորեց։ Но на самом деле там было очень Իրականում մի քանի այդպիսի բախտորոշ բաներ եղան։ Նախ այդ ներկայացումը այլ թատրոնում պիտի լիներ եւ ընդամենը 2 օր առաջ տեղը փոխվեց։ Երկրորդ զուգադիպությունն էլ այն էր, որ լուսանկարներում այնպիսի տպավորություն է, կարծես մենք կանգնած ենք միասին, թեև այդ պահին մենք նույնիսկ ծանոթ չէինք։ Մինչ հանդիպումներ փաստորեն նկարը եղել շատ գեղեցիկ պատմություն է, ինչ խոսք։ Պարոն դեսպան, ինչպես հասկացաք, որ հանդիպել եք ձեր կյանքի երկրորդ կեսին։ Շատ արագ։ Մենք հանդիպեցինք եւ միասին ճաշեցինք, հետո գնացինք ներկայացումը դիտելու։ Եվ ես շատ շուտ հասկացա, որ նա զարմանալի, խելացի, հետաքրքիր ու հրաշալի մարդ է, շատ բարի, ապրել է տարբեր երկրներում, ունեցել է բազմաթիվ հետաքրքիր արկածներ։ Մի քանի լեզուներով է խոսում, ավելի քան ես։ Իսկապես այդպես է։ Քանի լեզու գիտեք, Միլենա։ 4։ Այո։ Այս ամենը շատ արագ զարգացավ։ Սիրո պատմություն էր, իսկական կայծակնային սիրավեպ։ Եվ իրականում մեր ծանոթությունից ընդամենը 7 շաբաթ անց ես նրան ամուսնության առաջարկություն արեցի։ Այո, շատ ժամանակ չպահանջվեց եւ ես միայն զղջում եմ, որ ավելի շուտ չեմ արել դա։ Պարոն դեսպան, երբ ձեր տուն մտա, տեսա, որ ֆիլմերի մեծ հավաքածու ունեք եւ ֆիլմերի պոստերներ են պատերին եւ Միլենան էլ դերասանուհի է, արդյոք դա եւս դեր խաղացել է։ Ես միշտ սիրել եմ կինոն, դեռ մանկուց։ Բայց երբ առաջին անգամ տեսա Միլենային այդ ընդունելության ժամանակ, ես ընդհանրապես չգիտեի, որ նա դերասանուհի է։ Եվ անկեղծ ասած ուրախ եմ, որ չգիտեի, որովհետև գուցե շատ կշփոթվեի եւ չհամարձակվեի մոտենալ նրան։ Այո, դա կրկին հիանալի զուգադիպություն էր, ճակատագրի մի գեղեցիկ խաղ, ինչպես արդեն ասել եմ, մեզ միավորել է հենց ճակատագիրը։ Շատ եմ սիրում դասական շրջանի ֆիլմեր, օրինակ Մայքլ Քերթիսին, Կասաբլանկան։
Շատ եմ գնահատում ժամանակակից կինոն, ժամանակակից կատակերգությունը, օրինակ Քեմերոն Քրոուի կատակերգական դրաման։ Արտասահմանյան կինոգործիչներից Յուրասաոին եմ շատ հավանում։ Իհարկե չեմ կարող չհիշատակել նաև կանադական կինոն, քանի որ բազմաթիվ հիանալի ֆիլմեր են ստեղծվել եւ անշուշտ, երբ խոսում ենք կանադական կինոյի մասին, պետք է նշեմ նաև Ատոմ Էգոյանի աշխատանքները։ Իրականում հենց Ատոմ Էգոյանի ֆիլմերից մեկի դիտման ժամանակ, երբ այն ցուցադրվում էր Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակում, ես առաջին անգամ հասկացա, որ սիրահարված եմ Միլենային։ Այդ պահը միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ սրտում։ Քանի որ ես շատ եմ սիրում կինո, Հայաստանում ամենաշատը վայելել եմ այն, որ հնարավորություն եմ ունեցել բացահայտելու Փարաջանովի ֆիլմերն ու արվեստը։ Միլենա, միգուցե պատմես այն այցելության մասին, երբ տարար ինձ Փարաջանովի թանգարան։ Այո, իհարկե։ Երբ մենք սկսեցինք հանդիպել Էնդրյուի հետ, ես որոշեցի նրան հրավիրել Փարաջանովի թանգարան, որովհետև ինձ այդ վայրը շատ է դուր գալիս։ Մի յուրօրինակ մթնոլորտ կա այնտեղ, եւ ես մտածեցի, որ Էնդրյուն նույնպես շատ կհավանի, եւ իրոք նա հիացած էր Փարաջանովի աշխատանքներով։ Նրան զարմացրել էր այն, թե որքան բազմակողմանի մարդ էր Փարաջանովը, ոչ միայն կինոռեժիսոր է, այլև քանդակագործ, նկարիչ, ստեղծագործական անհատականություն, որի մեջ միավորվել էին բոլոր այդ տաղանդները։ Հրաշալի է։ Միլենա, իսկ միջմշակութային ընտանիքում ապրելը հեշտ է թե դժվար։ Իրականում մեր աշխարհայացքները շատ նման են։ Թեպետ Էնդրյուն Կանադայից է, իսկ ես հայ եմ։ Պարզապես մեր հայացքներն են համընկել շատ հարցերում։ Մենք բավականին հասուն տարիքում ենք ամուսնացել։ Բացի այդ, եւս մի քանի երկրում եմ ապրել։ Կարծում եմ դա էլ է դեր ունեցել, որ միջմշակութային տարբերություն չենք զգացել։ Միակ տարբերությունը այն է, որ Սուրբ Ծնունդը 2 անգամ ենք նշում, ըստ կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու։ Բացի այդ, տոներին զարդարվող եղևնին ես տոնածառ եմ անվանում Էնդրյուն Christmas tree, Սուրբ Ծննդյան ծառ է ասում։ Իհարկե, որոշ խնդիրներ լինում են, ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, բայց դրանք շատ չեն, մենք ամեն հարց լուծում ենք զրույցով։ Եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս կամ նրան, մենք պարզապես խոսում ենք այդ մասին եւ միասին գտնում ընդհանուր լուծում։ Այո, ամեն ինչ լուծվում է իրոք դիվանագիտական ճանապարհով։ Նաեւ քանի որ ես հայ եմ, ավելի էմոցիոնալ եմ, իսկ Էնդրյուն ավելի հավասարակշռված եւ հանգիստ։ Եվ ես շատ բան եմ սովորել նրանից։ Սովորում եմ լինել ավելի զուսպ, ավելի համբերատար որոշ հարցերում։ Ահա սա է մեր միջազգային ընտանիքի առավելությունը։ Նրա բնավորությունը ավելի խաղաղ է, իսկ իմը երբեմն ավելի փոթորկուն, բայց հենց դա է մեր ներդաշնակության գաղտնիքը։ Պարոն դեսպան, երբ կանադացիներին փորձում էի ուսումնասիրել, տեղեկություններ գտնել, անընդհատ հանդիպում էի մի մտքի, որտեղ ասում էր, որ կանադացիները եւս շատ ընտանեկան ժողովուրդ են եւ սիրում են, կարեւորում են ընտանիքը, արդյոք դա այդպես է։ Հատուկ հատկանիշ է կանադացիների համար դա։ Oh yes, absolutely. I think and that's probably something that I think Canada and Armenia Իրականում կարծում եմ սա հենց այն է, ինչով Կանադան եւ Հայաստանը շատ նման են։ Ընտանեկան կապերը մարդու կյանքի հիմքն են։ Մի ակնառու մարտահրավեր կա Կանադայում։ Երկիրը շատ մեծ է։ Մարդիկ հաճախ պետք է երկար ճանապարհ հատեն աշխատանքի կամ ուսման նպատակով։ Օրինակ, ես ինքս Նյուֆաունդլենդից եմ, որտեղ մեծացել եմ, ապա տեղափոխվել եմ Օտավա սովորելու համալսարանում։ Այսպես ես հայտնվեցի ընտանիքիցս 3-4 ժամ թռիչքի հեռավորության վրա։ Հետագայում իմ եղբայրներն ու քույրերը նույնն արեցին։ Բայց շնորհիվ տեխնոլոգիայի այսօր շատ ավելի հեշտ է կապ պահպանելը։ Այսօր եւս ես Հայաստանում եմ, իսկ ծնողներս Կանադայում։ Այո, ընտանեկան արժեքները միանգամայն կարևոր են Կանադայում եւ իմ փորձից գիտեմ, որ նույնն է նաեւ հայերի համար։ Պարոն դեսպան, թույլ տվեք մեկ հարցել ձեր ծնողների մասին տալ, երբ որևէ երևույթի ճշմարտացիության մասին ենք ցանկանում խոսել, հաճախ հղում ենք անում բրիտանացի գիտնականներին, դուք պարզվում է բրիտանացի գիտնականների ընտանիքում եք ծնվել, հետաքրքիր է ձեր ծնողները ինչպես վերաբերվեցին ձեր մասնագիտության ընտրությանը որպես դիվանագետ։ So my parents have always been very supportive. Իմ ծնողները միշտ շատ աջակցել են ինձ իմ աշխատանքում եւ նախքան դա իմ ուսմանը։ Ես ընտրել եմ մի ճանապարհ, որը տարբեր է նրանց մասնագիտական ուղուց։ Իմ հայրը դեղագործ է, մայրիկս դեղագետ, այսինքն երկուսն էլ գիտնականներ են, որոնք հիմնականում հետազոտական եւ դասախոսական աշխատանքով են զբաղվել։ Իմ քույրը Մեգանը բժիշկ է։ Դա ավելի մոտ է նրանց մասնագիտությանը։ Իսկ ես պատմություն եւ գրականություն եմ ուսումնասիրել։ Հետո միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան եմ ավարտել։ Դա շատ հեռու է նրանց ոլորտից։ Բայց միևնույն է, նրանք միշտ շատ աջակցել են ինձ։
Իսկ այսօր, երբ դարձել եմ Կանադայի առաջին դեսպանը Հայաստանում, նրանք շատ ուրախ եւ հպարտ են։ Միլենա, ինչպես է շփումը ծնողների հետ, պարոն դեսպան։ Մեր հարաբերությունները շատ լավ են։ Նրանք շատ բարի եւ հաճելի մարդիկ են։ Եվ մենք հրաշալի փոխհարաբերություններ ունենք։ Երբ նրանք եկան մեր հարսանիքին, ինձ մի ալբոմ նվիրեցին։ Էնդրյուի մանկության լուսանկարներով։ Այստեղ գրված է. Միլենային, բարի գալուս Թերներների ընտանիք։ Դա շատ հուզիչ էր։ Ես անկեղծորեն շատ հուզված էի։ Պարոն դեսպան, իհարկե շատ երկրներում եք տարբեր ապրել, ամեն դեպքում Կանադայի խստաշունչ ձմեռներից հետո Հայաստանի կլիման ինչպես է ձեզ համար։ Հարմարվել եք։ I have the good fortune that Ինձ բախտ է վիճակվել ծառայել բազմաթիվ երկրներում, որտեղ եղանակը շատ շոգ է, հատկապես Սաուդյան Արաբիայում եւ Իրաքում։ Փաստորեն ապրել եմ +50 աստիճան ջերմաստիճան ունեցող երկրներում, ինչպես նաև -50 աստիճան սառնության պայմաններում կանադական ձմռանը։ Այս առումով Հայաստանն ինձ համար կարծես դրախտ է։ Այո, այստեղի ամառը ավելի տաք է, քան Կանադայում, բայց ես հեշտությամբ ադապտացվել եմ, իսկ ձմեռը շատ ավելի մեղմ է, քան Կանադայում, ուստի դա եւս շատ հեշտ էր։ Այդ պատճառով Հայաստանն ինձ համար հիանալի վայր է ապրելու համար։ Պարոն դեսպան, ո՞րն է եղել գլխավոր խորհուրդը, որ ստացել եք ձեր ծնողներից։ my parents have been always very supportive in Այստեղ մի լուսանկար ունենք։ Անմիջապես Հայաստան գալուց առաջ էինք հավաքվել ընտանիքով։ Այդ ժամանակ ես եւ Միլենան դեռ չէինք հանդիպել եւ ես չէի պատկերացնում, թե ինչքան հրաշալի փորձառություն է սպասվում այստեղ։ Բայց լուսանկարում երևում են ծնողներս, ես, եղբայրս Ռոսը, քույրերս Մեգանա եւ Լինցին, նրանց ամուսինները եւ երեխաները, իմ զարմիկները։ Հրաշալի ընտանիք ունեմ։ Իրականում մենք վերջերս ենք վերադարձել Կանադայից։ Ծնողներիս ամուսնության 50-ամյակի միջոցառման առիթով էինք մեկնել նշելու նրանց ոսկե հարսանիքը։ Ես իսկապես արժեքավոր խորհուրդներ եմ ստացել ծնողներից։ Ամենակարևոր խորհուրդներից մեկն այն էր, որ նրանք միշտ ասում էին. «Փորձիր բաց լինել նոր հնարավորությունների առջև։ Մի հրաժարվիր դրանցից, ճկուն եղիր»։ Այդ պատճառով էլ ինձ խորհուրդ տվեցին շարունակել ուսումը, քանի որ դա ստեղծում է շատ հնարավորություններ։ Սա կապված է նրանց անձնական փորձի հետ Մեծ Բրիտանիայից Կանադա տեղափոխվելիս։ Դե եկեք վերջապես փորձենք մեր օշարակն ու բլիթները։ Պարոն դեսպան, մինչ Հայաստան գալը ինչ գիտեիք Հայաստանի մասին։ I wouldn't claim to have been an expert on Ես չեմ կարող ասել, որ Հայաստանին լավ ծանոթ էի մինչև այստեղ գալը, բայց որոշակի գիտելիք ունեի։ Եթե հետ գնանք իմ ուսանողական տարիներին, նույնիսկ միջնակարգ եւ ավագ դպրոցում ես ուսումնասիրել եմ օրինակ հայոց ցեղասպանությունը եւ ավելի ուշ, երբ պատմություն էի ուսումնասիրում։ Իմացա, թե ինչպես են փորձել խոչընդոտել ցեղասպանության պատմագիտական հետազոտություններին, ինչը ինձ շատ տարօրինակ թվաց։ Իրականում, երբ ես աշխատում էի Կանադայի խորհրդարանում դեռ դիվանագետ դառնալուց առաջ, ես կարողացա շատ փոքր դերակատարություն ունենալ այն քննարկումներում, որոնք վերաբերում էին Կանադայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ես աշխատում էի մեր սենատորի գրասենյակում եւ ունեցել եմ պատիվ պատրաստել հիմնավորումները եւ ելույթը, որը նա ներկայացրեց ճանաչման բանաձևի օգտին։ Դա շատ փոքր դեր էր, բայց թերևս համահունչ է այն հանգամանքին, որ ես այսօր այստեղ եմ։ Եվ վերջապես անմիջապես Հայաստան գալուց առաջ ես մի քանի տարի աշխատել եմ Կանադայի արտաքին գործերի նախարարությունում, Կանադայի եւ Արևելյան Եվրոպայի, Եվրասիայի, ներառյալ Կովկասի հետ փոխհարաբերությունների պատասխանատուն էի։ Այդ ընթացքում ես զբաղվել եմ Կանադա-Հայաստան փոխհարաբերություններով 2020-ի պատերազմի ժամանակ դեսպանատուն բացելու որոշման հետ կապված։ Այս ամենի շնորհիվ որոշակի պատկերացում ունեի երկրի եւ նրա պատմության մասին դեռ այստեղ գալուց առաջ։ Եվ արդեն Հայաստանում եք ապրում, ինչպես եք ձեզ զգում մեր երկրում, հայերի միջավայրում։ Ես ինձ հիանալի եմ զգում այստեղ։ Աներևակայելի դրական փորձառություն է։ Բացի այդ, պետք է նշեմ, որ այս պահին Կանադա-Հայաստան փոխհարաբերությունները շատ դրական փուլում են։ Ամենից առաջ դեսպանատուն բացելու հանգամանքը եւ այն, որ ես դարձա Կանադայի առաջին դեսպանը, բոլորին շատ ուրախացնում է։ Նույնիսկ փողոցով քայլելիս երբեմն ինձ ճանաչում են, հատկապես կանադահայերը, որոնք շատ ուրախ են, որ վերջապես այստեղ դեսպան ունեն։ Բացի այդ, իհարկե, հայ ժողովուրդը եւ Հայաստանի կառավարությունը շատ ջերմ են տրամադրված։ Ուր էլ գնում եմ, ինձ ողջունում են եւ աջակցում։ Բոլորը հատկապես ուրախ են, որ այժմ ունեմ անձնական կապ երկրի հետ Միլենայի միջոցով։ Ինձ ջերմորեն են ընդունում ամենուր։
աներևակայելի ապահով եւ դրական վայր է։ Իմ նախորդ մի քանի նշանակումները եղել են հակամարտության գոտիներում, որտեղ չես կարող հանգիստ զբոսնել այգիներում կամ քաղաքում, ինչպես այստեղ։ Այն փաստը, որ այստեղ հնարավորություն ունես գնալ ուր ուզես, օրինակ ռեստորան, համերգ, շրջագայել երկրով մեկ, ազատության անհավանական զգացողություն է պարգևում։ Ես իսկապես վայելում եմ այստեղի կյանքը։ Կանադայում ծնված բրիտանացի գիտնականների ընտանիքում մեծացած, հայ կնոջ հետ կյանքը կապած ու Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնող դեսպանը վստահ է, որ հայ-կանադական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ու ներուժ ունեն։ Հենց այդ գործին է ուղղված Էնդրյու Թերների առաքելությունը։